Պարոն Վարդևանյան, խնդրեմ ասեք, պարոն Ղազինյան ինչի վերաբերյալ մեկնաբանություն տվեց։ Պարոն Ղազինյանը պարզապես այդ պահին արձագանքեց Ալեքսանյան Վահագնի կողմից նիստը վարելու կարգից շեղվելուն եւ դա առաջացրեց նիստերի դահլիճից հեռացման կարգապահական պատասխանատվության միջոցին։ Հիշեցման կարգով նման կարգապահական պատասխանատվության միջոց օրինակ Չախոյան Տարոնի նկատմամբ չի կիրառվել։ Ավելին, նիստը վարողը մեկնաբանելու ելույթի հետ կապված շարունակություն ապահովելու որևէ լիազորություն չունի։ Իդեպ կարող եք նաև քարտուղարությանը հարցնել ազգային ժողովի, արդյոք նման լիազորություն կա թե ոչ։ Եվ հիշեցման կարգով էլ, երբ ընտրություններն էր Ռուբինյանի, Կոնջորյանի եւ Ալեքսանյանի, իրենք բոլորը պնդում էին, որ իրենք կարող են լինել անաչառ։ Ավելին պնդում էին, որ նիստը վարելու ընթացքում լինելու են անաչառ։ Հիմա դուք տեսել եք օրինակ մի ՔՊ-ի падգամավորի ելույթին հաջորդի Ալեքսանյանի, Կոնջորյանի կամ Ռուբինյանի մեկնաբանություն։ Չեք տեսել։ Չէ, ի աջակցություն միգուցե, բայց ի հակադրումն երբևէ տեսած չեք լինի։ Այս գործելավոճը անհասկանալի։ Վարդևանյան նիստերի Կվերադառնանք առաջիկայում, ամեն դեպքում ուղղակի ստեղ արձանագրենք մի բան, որ սա գիտեք քաղաքական կաշկանդվածություն է, կանխակալություն է կամ ինչ-որ մի անհասկանալի երևույթ է, բայց ոչ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենք։ Ղազինյանը պարզապես իր դիրքորոշումը ներկայացրեց նման կառուցակարգ ելույթը մեկնաբանելու չունենալու վերաբերյալ։ Սա է ներկայացրել Ղազինյանը, որը իդեպ ես եւս հենց այդ պահին ասում էի։ Իսկ դուք չեք մասնակցի մյուս հանձնաժողովների նախագահների։ Այս առաջիկայում կվերադառնանք, կարծում եմ։ Հիմա մի հատ քննարկենք խմբակցություն, ամեն դեպքում մեր գործընկերոջը ակնհայտ ապօրինի կերպով հեռացրեցին լիստերի Բայց կա է վերաքննիչ դատարան, որտեղ եք բողոքարկելու։ Իդեպ վերաքննիչ դատարան չկա, բայց ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը մեկ ընթացակարգ նախատեսում է, ուղղակի դեռևս ձևավորումը չկա ազգային ժողովի։ Էթիկայի ժամանակավոր ազգային ժողովի խորհուրդն է։ Ազգային ժողովի խորհուրդը։ Հա, բայց չի կարող չէ տարածվել նախորդ դեպքերի վրա։ Այս բանը Կներեք գործ։